Ֆիլմը ուղերձ թշնամուն, այո, սա այս ֆիլմը ոչ միայն հայ կնոջ մասին է, հայ կնոջ կերպարը ճիշտ ներկայացնելու աշխարհին։ Ես մի անգամ ասուլիս ունեցա, ասացի, որ դժբախտաբար մեր հայ կինը սխալ է ներկայացում այսօր աշխարհին, մեր հենց արվեստի, կինոարվեստի միջոցով, եւ լրագրողներն էլ չգիտես ինչի ամբողջ օրը խոսում են մի փոքր մատների վրա հաշվելու ասենք վատ մասնագիտության դեր կանանց մասին, փոխանակ խոսեն 1.5 միլիոն մեր առաքինի կանանց մասին, ովքեր մեր օջախը շեն պահելու ամբողջ բեռը իրենց ուսերին են կրում, հայ օջախը շեն պահելու։ Դա կլինի պատերազմի ժամանակ, երբ տղամարդիկ պատերազմում են, նրանք տունն են պահում, երբ տղամարդիկ այսպես կոչված խոպանում են, նրանք տունն են պահում, մեր երեխաներին են դաստիարակում։ Եվ ֆիլմը այդ մասն է։ Եվ իհարկե նաև ուղերձ է մեր թշնամիներին, որ գիտեք ինչ, մեր ընկած տղերքի փոխարեն, ովքեր զոհվել են, այսօր նրանց որդիներն են կանգնած նույն տեղում եւ նույն հերոսությամբ, նույն քաջությամբ պատրաստ են ոչնչացնելու եւ ջախջախելու ցանկացած ոտնձգություն թշնամու կողմից։ Այսինքն մենք ցույց ենք տալիս, որ մենք վատ չենք, որտեղ ինձ հարցեր կան, ինչի է այդ զոհված ազատամարտիկի տունը այդպիսի լավը, ինչի են նրանք այդպես նորմալ ապրում։ Այո, մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ մենք կանք, շատ նորմալ ապրում ենք, մեր զոհվածների տղերքներ այսօր կանգնած սահմանի վրա պատրաստ են ձեր գլուխը ջարդել այնպես, ինչպես իրենց հայրերն են արել, իրենց քեռիները, իրենց հորեղբայրները։ Իրականում ապրելու մասին ասեմ, իրականում այդ ֆիլմի հենց այդ նույն այդ տունը, որ քննադատվում էր, այդ տնից 3 հոգի ծառայել են հայկական բանակում եւ այդ 3 ծառայած տղաներն էլ այդ տունը սարքել են։ Դա իրականությանն էլ է համապատասխանում։ Այնպես չի, որ մի քանի, նորից ասեմ, մի քանի վրա մատների վրա հաշված մարդկանց երեխաները, որ խուսափում են, գիտեք ինչ կա, աղքատ էլ կա, որ իր տունը վաճառել է, որ ինչա թե տղեն չգնա բանակ։ Նես չի, որ եկեք կատեգորիաների ես չեմ ուզում բաժանել, այդպես չի։ Շատ ես գիտեմ եւ նորմալ ապրող ընտանիքներում տղաները ծառայում են եւ իհարկե աղքատ ապրողներ կամ վատ պայմաններում ապրողներ էլ կան։ Բայց նորից եմ ասում կրկին, այս ֆիլմը քանի որ հիմա մասնակցում է արտասահմանում փառատոնների, որտեղ մասնակցում են եւ թուրքեր եւ ադրբեջանցիներ, կոնկրետ ուղերձ է նրանց, որ մենք շատ լավ ենք եւ պատրաստ ենք անել այն, ինչ որ արեցինք 92-94 թվականին։ Մշակույթի նախարարությունը ի զարմանալիորեն սատար կանգնեց եւ վճարեց մի տոմսի գումարը, որ մենք մեկնենք փառատոնին մասնակցենք։ Սա ասում եմ բոլոր նրանց համար, որ լավ գործ արեք, վերջի վերջո գնահատվելու է։ Ես սա ուղերձ է բոլոր երիտասարդներին, որ ասում են ինչ անենք, ով է դրան բանի տեղ, չէ, արեք, գնահատվելու է։